ճշմարտությունը բարձր է հայրենիքից, սա իմ համոզմունքն է, եւ ինչքան շատ են ճշմարտության մասին խոսողները, ինչքան շատ են ճշմարտությունը հայրենիքից բարձր դասողները, այդքան ուժեղանում է հայրենիքը, ամրանում է պետությունը։ Ես երբեմն մտածում եմ, եթե Հիսուս Քրիստոսը այս ժամանակահատվածում ապրեր այս երկրում, ինչ կանեին Քրիստոսին, կբզգտեին, կհոշոտեին հայերը, աշխարհիկ հայերը, ոչ միայն աշխարհիկ, նաև որոշ հոգևորականներ կբզգտեին Հիսուս Քրիստոսին, կհոշոտեին, կճզմեին ուղղակի այս կեղտերը։ Երևի աշխարհի որևէ անկյունում չկա մի պետություն, որտեղ ամորալությունը հասել է այս աստիճանի։ Ինստիտուցիոնալ ամորալություն, ինստիտուցիոնալ դեբիլություն։ Կաթողիկոսը կարգալույց է հայտարարում մի քահանայի, քահանան ասում է, որ չի ընդունում այդ իր ստատուսը եւ պատարագ է անելու, պատարագ է մատուցելու այս կիրակի ու այդ պատարագին մասնակցելու ցանկություն է հայտնում Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը։ Խայտառակությունը տեսեք ուր է հասել։ Եղավ մի քանի տարի է։ Հոգևոր ժողովը հայտարարություններ է տարածում, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկը Քրիստոսի արձանը տեղադրելու խախտում է հայ առաքելական եկեղեցու ավանդույթները, բայց Գագիկ Ծառուկյանը թքած ունի եկեղեցու հայտարարությունների վրա։ Ես վստահ եմ, ուղղակի ժամանակ կգա, վստահ եմ, որ այս ամենի հետևում կանգնած են այլ եկեղեցու ներկայացուցիչներ, միգուցե աղանդավորական հետքեր էլ գտնվեն, եւ համենայն դեպս փաստ է, որ 70 տարեկան անձը, ում կոչում են նաև օլիգարխ, թքած ունի այդ հայտարարությունների վրա եւ իր, այսպես ասած, էշը քշում է առաջ։ Իր ձեռնարկը պիտի հասցնի ավարտին։ Հայ առաքելական եկեղեցին ահա գտնվում է մի այնպիսի իրավիճակում, երբ պետության կողմից, աշխարհիկ իշխանությունների կողմից, մարդկանց կողմից իրականացվում է նման արհամարհական քաղաքականություն, գործունեություն իր նկատմամբ։ Եվ այս պարագայում, հարգելի բարեկամներ, այս պարագայում արդյոք հիմա այս իրավիճակում իրենց մեղքի բաժինը ունեն եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչները, իհարկե ունեն, որովհետև տարիներ շարունակ այդ նույն ստահակների հետ իրենք աղբերություն են արել, որովհետև տարիներ շարունակ այդ նույն մարդկանց հետ իրենք մտել են առևտրային հարաբերությունների մեջ։ Ու դրա համար էլ եկեղեցին այսպես խայտառակվում է, չկա մինիմալ հարգանք եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչների նկատմամբ։ Հիմա կարող են լսել եւ ասել, որ սա արհամարհական գործունեություն է անհատների եւ ոչ թե եկեղեցու նկատմամբ։ Եթե եկեղեցին հայտարարություն է տարածում, որ չի կարելի այդ արձանը տեղադրել, բայց ի հեճուկս այդ հայտարարության արձանը տեղադրվում է, սա անհարգանք է ոչ միայն բարձր դասի ներկայացուցիչների նկատմամբ, այլ ընդհանուր հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ այս հարաբերություններում բնականաբար սա ձևունի եւ սուբյեկտիվ կողմ, եւ օբյեկտիվ կողմ, եւ սուբյեկտիվ կողմը նրանում է, որ բարձր դասի ներկայացուցիչները տարիներ շարունակ խախտել են իրենց կարգերը, իրենց ուխտերը, տարբեր հարաբերությունների մեջ են գտնվել տարբեր հանցագործների հետ, դա տեսել են մնացածը եւ չունեն որևէ հարգանք իրենց նկատմամբ, իրենց խոսքի նկատմամբ։
Եվ այս իրավիճակում միակ բանը, եզակի բանը, որ կարող է անել հայ առաքելական եկեղեցու հովապետը, հանձնել գահը ամենապարկեշտ եպիսկոպոսին, ամենապարկեշտ, ում վրա չունեն կոմպրոմատներ իշխանությունները, արքեպիսկոպոսին եւ հեռանալ։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Հարգելի բարեկամներ, այս ստեղծված իրավիճակում։ Հանձնել գահը մեկին, ում խոսքը չեն կարողանալու արհամարել որևէ մեկը։ Սկսած Գագիկ Ծառուկյանից, վերջացրած Նիկոլ Փաշինյանով, վերջացրած Արայիկ Հարությունյանով եւ այսպես շարունակ։ Միակ օպտիմալ տարբերակը դա է։ Ես հիշում եմ 2017 թվականին, երբ մի ստատուս էի գրել Կեցեն Սարգսյանները, Վազգենից մինչև Սերժ, այդ ստատուսը քննարկելու համար ինձ մոտ եկավ այն ժամանակ ելք խմբակցության ղեկավարը, այս սեղանի շուրջ տեղի ունեցավ այդ հանդիպումը, շատ ներքաղաքական վերջին հանդիպումն է եղել իր հետ։ Իրեն շատ էր վրդովեցրել, որ ես իրեն մտցրել էի Սերժի Կեցեի տակ, եւ նաեւ էր խոսում ենք Վազգեն Սարգսյանից, ես ասացի, որ Վազգեն Սարգսյանը իր գլուխը մտցրել է ժամանակին շատ հարցերի մեջ, որ իրավունքը չի ունեցել, այդ թվում կաթողիկոսի ընտրության վրա ինքը ազդեցություն է ունեցել եւ հիշում եմ ես Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Վազգեն Սարգսյանը բառացի է, հիշում եմ ինչ ասաց Վազգեն Սարգսյանը ոչ բացարձակ, բայց հեղինակություն է իր համար, բացի դրանից Վազգեն Սարգսյանի եղբոր հետ ինքը ունի գործընկերային հարաբերություններ եւ ինձ խնդրեց, որպեսզի ես, ճիշտ այդ խնդրանքը չընդունվեց, որպեսզի ես եւս հաշվի առնեմ այդ հանգամանքը։ Ու եթե այսպես շարունակվեց, հարգելի բարեկամներ, ճիշտ է Նիկոլը պահում է այդ կորպորատիվ էտիկետային հարաբերությունները Արամ Սարգսյանի նկատմամբ, այդ կորպորատիվ էտիկետային հարաբերությունները հանրապետական կուսակցության նկատմամբ է պահում, բայց ես վստահ եմ, եթե ձգվեց այս ամենը, խայտարակությունը կհասնի այնտեղ, որ կհրապարակվեն նաև ոչ միայն կհրապարակվեն փաստեր, որ կաթողիկոսը խախտել է ուխտը եւ կին ունի, երեխա ունի, այլ կհրապարակվեն փաստեր ազգային անվտանգության ծառայության կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ընտրությունը, ես վստահ եմ դա էլ կլինի։ Բոլորն էլ գիտեն, թե ինչպես է ազդել Վազգեն Սարգսյանը ընտրությունների վրա։ Դա էլ կլինի։ Եվ որպեսզի խայտարակությունը այդ աստիճան չհասնի, հիմա ինքը ամեն ինչի մասին խոսում է, բայց ընտրությունների մասին չի խոսում։ Բայց եթե գժվեց, այդ ընտրությունների մասին էլ կխոսի։ Եվ օպտիմալ տարբերակը հանձնել գահը մեկին, ում վրա Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի, ում վրա աշխարհիկ իշխանությունները կոմպրոմատներ չունեն։ Դա է միակ օպտիմալ տարբերակը այս խայտարակությունից դուրս գալու։ Եթե շարունակվեց, ստիպված կլինի հեռանալ, հետո այս տականքները իրենց արդեն ազդեցությամբ, իրենց ենթակա հոգևորականին կկարգեն կաթողիկոս, հետո իրենք կհեռանան աշխարհիկ իշխանություններից, այդ կաթողիկոսը կմնա եւ ժողովուրդը կգնի ողբերգության նոր ցիկլի մեջ։ Մեզ պետք է կաթողիկոս, որը կխոսի ճշմարտության մասին, ով կլինի արդար, ով կլինի համեստ կենսաղվարությամբ ապրող, ում խոսքը չի կարողանալու մերժել կամ արհամարել որևէ մեկը։ Մեզ պետք է այդպիսի կաթողիկոս։ 18 թվականին հեղափոխություն են սարքել ժողովրդի գլխին
Կաթողիկոսը այդպես էլ այդ կեղծ հեղափոխության մասին չխոսեց, պահեց կորպորատիվ էտիկետը։ Ավարտական դասարանի աշակերտներին հանել փողոց փագել էին տալիս, հետո տարան մտցրեցին բայրակթարների տակ։ Այդ դավադրության մասին կաթողիկոսը այդպես էլ չխոսեց։ Դրան զուգահեռ, բայց դրան զուգահեռ մենք տեսանք բազմաթիվ անգամներ, երբ կաթողիկոսը նստում, ինչ-որ հարցեր էր քննարկում այս բանդայի ներկայացուցիչների հետ։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում տոպրակներով փող էին բաժանում ու ընտրություններ էին կեղծում։ Հետո կաթողիկոսը գտնում էր այդ չարիքի իշխանությունների ինագուրացիային էր մասնակցում։ Մեզ այլևս, հարգելի բարեկամներ, այս հարաբերությունները բերեցին, հասցրեցին պետություն եւ ազգին այս ողբերգության մեջ։ Մեզ պետք է հովվապետ, ումից կձգվեն, ում խոսքից կզգաստանան բոլոր հանցագործները։